Բարի լույս, սիրելի քրիստոնյաներ, Աստված մեծ պատվի արժանացրել մեզ, որովհետև իր համար բնակարաններ է սարքել, իդեմս մեզ։ Յուրաքանչյուր մարդ, որ ծնվում է, հետո արժանանում է Սուրբ Մկրտության, նա արժանանում է այդ բնակարան կոչվելուն։ Ինչքան կուրախանանք, երբ մեզ հետ ապրեն այնպիսի մարդիկ, որոնք մեզ համար իդեալ են, որոնք մեզ համար առանձին օրինակներ են, կուզեինք անընդհատ շփվել իրենց հետ, անընդհատ իրենցից լսել, իրենց գործին հաղորդակից լինել։ Առավել ևս մեզ քրիստոնյաներիս համար մեծ ուրախություն է, երբ հասկանում ու ընդունում ենք, որ Տեր Աստված մեր կյանքի մեջ է, մեզ հետ է ապրում, մեր բնակարանների մեջ է ապրում։ Այս մասին է վկայում Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված իր երկրորդ նամակի 6-րդ գլխում։ Արդարև, կենդանի Աստծո տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված, պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։ Հետևաբար դուրս եկեք նրանց միջից և հեռու մնացեք, ասում է Տերը։ Մի դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ։ Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր, ասում է ամենակալ Տերը։ Սիրելիներս, Տեր Աստված հստակ խոստում է տալիս, ասելով, որ ես կբնակվեմ ձեր մեջ, բայց մի պայմանով, որ դուք ձեզ մաքուր պահեք։ Որքան կարևոր է հասկանալ, թե հանուն ինչի է պետք իմ մաքրությունը։ Իմ մաքրությունը ոչ թե ինձ պետք է, որպեսզի ես գլուխս գովեմ, հպարտանամ ասելով, որ ես սուրբ եմ, իսկ մյուսները մեղավոր են, դրա համար պետք չէ։ Դա մի ուրիշ մեղքի մեջ է մարդուն տանում։ Իմ մաքրությունը ինձ պետք է, որովհետև ես Աստծուն սիրում եմ եւ ուզում եմ, որ ինձ հետ ապրի, իմ կյանքի մեջ ապրի, իմ բնակարանի մեջ ապրի։ Երբ շեշտադրումը սրա վրա է լինում, հաղթելը մեղքին ավելի հեշտ է լինում, իմ կարծիքով։ Ուրեմն այսօրվա խորհրդի մեջ, սիրելիներս, մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկդ երբ պայքարեք ձեր մեղքերի դեմ, ձեր սխալների, ձեր տկարությունների, ոչ թե մտածեք այն մասին, որ սրանով դուք ինքներդ ձեզ պիտի հաղթեք եւ պիտի ուրախանաք, որ ստացվեց ձեր մոտ եւ դրանով իսկ դադարք մնաք ուղակի։ Մտածեք, որ դա դուք անում եք ձեր սիրելիի համար, իդեմս Հայր Աստծո։ Դա դուք անում եք, որտեղ գիտեք, որ Աստված սիրում է բնակվել ձեր կյանքերի մեջ։ Հետևաբար դուք պիտի մաքուր լինեք, որովհետև ինչպես Սաղմոս 2-ում պիտի ասեր, Տերն ասում է. Սուրբ եմ եւ սուրբերի մեջ եմ բնակվում։ Մաքրեք ձեզ, սիրելիներս, մաքրենք մեզ հանուն Աստծո սիրո եւ նրա այն մեծ պատվի, որ արժանացրել է մեզ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։